շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, եւ այսպես ամփոփում ենք անցնող շաբաթը, իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ երկու օր առաջ տեսանք այս ամոթալի պատկերը, ձեր հետևում այս լուսանկարն է ըստ էության հոգեվոր դասի ներկայացուցիչների վեհարով, հագուստով ինչ-որ մարդիկ հենց այդպես, բայց որովհետև կան այլ հանրային պահանջ, որպես ես մարդկանց կարգալույծ անի մայրաթորը, գնացել եւ Նիկոլ Փաշինյանի հետ էին հանդիպել։ Խնդրեմ, այս ամենը ինչի դրսևորում է ձեր խոսքը։ Շնորհակալ եմ Մարիամ ջան հրավերի համար, այո, ցավալի է տեսնել այս պատկերը, ես ինքս անձնապես միանում եմ մեր հասարակության պահանջին, որպեսզի նման մարդիկ այլևս չծառայեն հայ առաքելական եկեղեցում եւ հույս ունեմ, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները ճիշտ որոշում կայացնեն եւ կարգալույծ կհայտարարեն նշված մարդկանց։ Ինձ համար շատ ավելի ցավալի էր տեսնել այս մարդկանց մեջ Արցախի թեմի առաջնորդին։ Գիտեք, մարդկային որակների մասին նման մարդու արդեն խոսալը անիմաստ է, ուղղակի անմարդկային ցավ եմ ապրել, երբ որ տեսել եմ, որ թշնամուն Արցախը հանձնածի մոտ նստած էր նաև Արցախի թեմի առաջնորդը։ Բայց շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա, որ սա է իրական Հայաստանի կառավարման պատկերը։ Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղացնողի մոտ նստած էին մարդիկ, եկեղեցականներ, ում վրա ըստ ամենայնի բոլորի վրա կա կոմպրոմատ։ Եվ այդ կոմպրոմատի գործի դնելով Նիկոլը ստիպում է այս մարդկանց կատարել տարբեր քայլեր։ Այս սա է հենց այն պատկերը, որով ղեկավարվում է Հայաստանի Հանրապետությունը։ Ես կասկած չունեմ, որ Նիկոլի պատգամավորների գերակշիռ մասի վրա կա նմանատիպ կոմպրոմատներ։ Ես կասկած չունեմ, որ կառավարության տարբեր ոլորտների ղեկավարների վրա կա նման կոմպրոմատներ։ Գաղտնիք չէ, որ մի քանի տարի առաջ գրվել էր, որ փոխվարչապետներից մեկը Մհեր Գրիգորյանը լուր էր տարածվել, որ գործից ազատման դիմում է գրել, բայց իրեն պարտադրել են, որ մնա աշխատանքի եւ դեմ են տվել իր դեմ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ փաստաթղթեր, ինչի արդյունքում նա որոշում է կայացրել շարունակել պաշտոնավորել, որպեսզի չդատվի։ Այս սա է այսօրվա Հայաստանի կառավարման ձևը։ Այսպես է կառավարվում Հայաստանը։ Մարդկանց վրա գտնում են կոմպրոմատներ, կան մարդիկ, որոնք շատ ամուր են եւ ասում են թքած ինչ ուզում ես արա, մեկը ես չեմ հետ կանգնի իմ քայլերից, բայց կան եւ թույլ մարդիկ, որոնք ասում են, որ շատ լավ կանեմ ամեն ինչ, միայն սա այս կամ այն տեղեկությունը չհրապարակվի։ Իհարկե հարձակումը եկեղեցու վրա շարունակվում է, կասկած չկա, որ մեր հասարակության մեծ մասը այդ հարձակմանը դեմ է եւ հույս ունեմ, որ թե հասարակությունը, թե մեր հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները եւ իդեմս մեր վեհապարայրապետի թույլ չեն տա, որպեսզի Նիկոլին հաջողվի վերջնականորեն քանդել մեր հայերիս հայ առաքելական եկեղեցին։ Այն, որ շարունակվելու է այս հարձակումը, իհարկե բոլոր ոչ մեկս կասկած չունենք, բայց նաև պետք է փորձել ամեն ինչի մեջ դրական բաներ տեսնել, ես որպես դրական բան տեսնում եմ այն, որ նաև գնում է մաքրման process, ոչ միայն եկեղեցու սպասավորների միջև, այլ նաև ընդհանրապես մեր հասարակության մեջ։ Ի վերջո վերջին 7 տարիների ընթացքում Նիկոլը մի հետարքիր դերակատարություն ստանձնեց այս երկրում, ինքը չարի մագնիտ է։ Նիկոլը այս 7 տարվա մեջ կարողացել է իր չար, իր ներ էությամբ իր կողքը համախմբել ամբողջ մեր հասարակության չարությունը, զզվանքը, հիվանդությունը եւ դավաճանությունը։ Եվ երբ որ այս իշխանությունից մենք ձերբազատվենք, մենք նաև կունենանք շատ հստակ ցուցակ այն մարդկանց, որոնք հայ կոչվելու իրավունք չունեն, այն մարդկանց, որոնց իսկական տեղը բանտում է, այն մարդկանց, որոնք պատրաստ են փողի դիմաց վաճառել իրենց հայրենիքը։ Սա այս խնդրի մասին։ Ամեն դեպքում, պարոն Վարդանյան, տեսեք,
գնալ այս մարդու հետ հանդիպման, բարձ է չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով նաև այս մարդկაც չի ներելու, ինքը նաև իրենց հարցերն է լուծելու։ Խնդրեմ ես, որտեղ Երևանից համացանցում պտտվում են նաև այս ամեն մեկի իրենցից ամեն մեկի ըստ էության այն կոմպրոմատները, որոնք դրվել են իրենց առաջ, բայց այլևս իրենքից է բարակացած են։ Կլինի Գևորգ Սրբազանը, կլինի Հայտնի Կճոյանը, խնդրեմ։ Տեսեք, Նիկոլին այս վերջի 7 տարիների ընթացքում ով հետևել է իր քայլերին, պետք է շատ լավ հասկանա, որ Նիկոլի համար չկա որևէ սրբություն բացառությամբ պաշտոնի եւ փողի։ Չկա այլ սրբություն։ Ընդ որում այդ ամենը վերաբերվում է միայն իրեն, իր պաշտոնին եւ իր փողին։ Մնացած ամեն ինչի եւ ամենի վրա Նիկոլը թքած ունի։ Այսօր իրեն պետք են այս եկեղեցու սպասավորները կօգտագործի, վաղը նույն Նիկոլը, նույն մարդկանց մասին ինչ ասելու է, ասեմ ավելին, կարող է կալանավորել, կարող է հենց ինքն էլ կոմպրոմատները հրապարակել, ասեն այս մարդը չունի որևէ տեսակի սրբություն, եւ այս մարդու հետ համագործակցողները ոչ միայն հասարակության կողմից են պատժվելու, այլ հենց Նիկոլի կողմից։ Մենք շատ օրինակներ ունենք մարդկանց, որոնք 18-ին սկսեցին սրա հետ համագործակցել, հետո Նիկոլը իրանց գցած, եւ այդտեղ գցելու է բոլորին։ Կրկնում եմ, այս մարդը չունի որևէ տեսակի սրբություն։ Եվ այս համատեքստում պետք է նաև մի բան հիշեմ, որ երեք մտածում էի մի բանի մասին։ Բոլորս հիշում ենք, որ տարիներ առաջ տարածվեց մի ձայնագրություն երրորդ նախագահի հետ կապված, եւ ձայնագրության մեջ խոսում էր Բելարուսի նախագահ Լուկաշենկոն, որը նախագահին համոզում էր, խոսքը գնում է նախագահ Սերժ Սարգսյանի մասին, որ Արցախի 5 շրջանները հանձնվեն, ու թիվ էր նաև, եթե չեմ սխալվում, $5 միլիարդ էր, չէ՞ նշում, ասում էր Ալիևը պատրաստ է $5 միլիարդ տա, ու մարդիկ էլ իհարկե սխալ էին հասկացել, խոսքը չէր գնում անձնապես տալ նախագահին, խոսքը գնում էր երկրին տալ $5 միլիարդ։ Այսինքն մենք, որպես հասարակություն, բոլորս գիտենք, որ Ադրբեջանը ինչ որ պահի ըստ Լուկաշենկոյի պատրաստ էր այդ 5 շրջանի դիմաց Հայաստանին տրամադրել $5 միլիարդ։ Հիմա մոտ հարց է ծագում։ Երբ որ Նիկոլը Պրագայում ճանաչում էր Արցախը Ադրբեջանի մաս, արդյոք այդ $5 միլիարդ կամ քանի որ խոսքը գնում էր ամբողջ Արցախի մասին, $10 միլիարդ կամ $7 միլիարդ, արդյոք կրկին այդ գումարը հիշատակվել է Ալիևի կողմից։ Արդյոք այդ գումարը ուղիղ փոխանցվել է Նիկոլին։ Եթե ոչ, ապա ինչու։ Բա մարդը պատրաստ էր փող տալ։ Բա լավ, եթե դու կարծում ես, որ Արցախը թոք է Հայաստանի ապագայի վզին, բա վերցնեիր այդ գումարը, բերեիր, հասեր հեսա Ժորժ ջան, Ալիևը Հայաստանի պետբյուջե փոխանցել է 5 միլիարդը, 10 միլիարդը, այդ գումարով օրինակի համար սահմաններն ենք ուժեղացնելու եւ սպառազինություն ենք առնելու։ Բայց արի ուտես, որ Հայաստանը որևէ բան Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց չստացավ, Հայաստանը նույնիսկ գերիներին չբերեց։ Ստացվում է որ մենք ոչ մի բանի դիմաց ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի մաս, մենք ասելով Նիկոլը։ Հիմա հարցածակում էլի, կա արդյոք Հայաստանի Հանրապետությունում մարդ կամ ամբողջ աշխարհում գետ մեկ մարդ, որը կհավատա, որ Նիկոլը ոչ մի բանի համար գնացել ու Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ես դրան չեմ հավատում։ Եվ մնում է արդեն մենք եզրակացնենք, ինչի դիմաց է ճանաչել։ Անձնական գումարի փոխանցման, իշխանությանը մնալու երաշխիքի կամ երրորդ տարբերակը։ Նույն ձև ոնց Նիկոլը կառավարում է Հայաստանի ներսում կոմպրոմատների միջոցով, գուցե նույն տեսակի կոմպրոմատներ կան Նիկոլի վրա, բայց այս դեպքում մեր թշնամիների ձեռքում։ Եվ իրենք այդ կոմպրոմատները դեմ տալով սրանից ամեն ինչ ստանում են, հատ առ հատ 2018-ից սկսված այսօր։ 3 տարբերակում էլ մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետությունը դավաճանած մարդու հետ, 3 հանգամանքում էլ, կամ փողով է տվել, կամ մեծ փողով է տվել, կամ դեմը կոմպրոմատ կա վրա, ու այդ կոմպրոմատի դիմաց պատրաստ է ամեն ինչի։ Հիմա բա ինչ ունեք ասելու Տեր Վրթանեսին։ Ինչ ունեք ասելու Տեր Վրթանեսին, ով
շրջափակման մեջ էր, ում հայրենակիցների Ես արդեն ասեցի, որ իմ համար մեծ ցավ էր տեսնել Արցախի թեմի առաջնորդին, շատ մեծ ցավ էր դա տեսնել եւ իրոք ինձ համար դա անընդունելի եւ անհասկանալի է, թե ինչ ձևի կոմպրոմատ կա Տեր-Վրթանեսի վրա, ես չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ինձ չեն դավաճանել, ձեզ չեն դավաճանել, մեր ժողովրդին չեն դավաճանել, իրենք իրենց են դավաճանել, որովհետեւ գիշեր երբ որ պարկելու են քնեն, իրենք իրենց հետ են մնալու, հայլու մեջ նայելուց իրենք իրենց են տեսնելու, եւ անկախ դրանից թե ինչ ճնշում է եղել իրանց վրա, ավելավեր մարդ ինքնասպան լիներ կամ այսպիսի ստորության գնար, որովհետեւ կրկնում այդ ստորությունը առաջի հերթին ինքդ քո հանդեպ ես անում, որովհետեւ մարդ ամենակարևորը պետքա ինքը իր հետ կարողանա համերաշխ ապրել, թքած հասարակության վրա, ամեն ինչի վրա թքած, բայց դու քո հետ պետքա կարողանաս համերաշխ լինես, եթե դու քո հետ համերաշխ չես, ապա փաստ է որ դու որևէ տեղ ընդունված չես լինի, հիմա այս մարդիկ գնալով Նիկոլի մոտ ուղղակի իրանց վրա մի հատ սև խաչ քաշեցին, սև, սա անընդունելի է մեր համար, իսկ կասկած չունեմ բոլորի համար է անընդունելի, եւ ես կրկնում եմ, հույս ունեմ, որ եկեղեցական ժողովը կարգալույց կանա այս մարդկանց, որպեսզի իրանք գործ չունենան այլևս եկեղեցու հետ։ Ամեն դեպքում մի անձ հետ կապված է, նույն հոկտեմբերի 22-ին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրած, երբ որ շարունակում է էնտուզիազմով գործը, ընդհանրապես մեկ այսպես բառ էլի, հոգեվորական Բենթլի ունենա, ձեռը կառնում եք խելագար տեղ դրել։ Ու այդպես մեկ է կան, միջապես դիմացը նայեք այս նկարում, նստած է Նավասար Քոչոյանը, որը բազում նախկին իշխանությունների օրոքել ինք հայտեր թե ով է, խնդրեմ։ Բարոյ դե Ու ինչարես որի մասին երեք Ալեքս Սիմոնյանն ասում է Նավասար Քոչոյանը արժանապատիվ հոգեվորական է, բայց նորանում է նույն Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ինչ խայտարակ Դե իրանց համար Քյարամյանի հայրն էլ է արժանապատիվ հոգեվորական։ Հասկանում ես դրա համար այս թեմայով Մարիամ ջան, իրականում շատ բան չունեմ ասելու, որովհետև ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինքս լինելով մեր վեհապար հայրապետի զինվոր, պատրաստ եմ ամեն ինչի հանուն մեր առաքելական եկեղեցու։ Եվ այնինչ որ այնինչի ականատեսնենք մենք այսօր, իհարկե բոլորիս մտահոգում է, որովհետև սա տեսնում ենք ոչ միայն մենք Հայաստանում ապրող հայերս, այլ սա տենում է համայն հայությանը եւ ել ավելի վատ սա տենում է ամբողջ աշխարհը։ Ի վերջո մենք աշխարհում հայտնի ենք որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած երկիր։ Մենք դրանով ենք հայտնի աշխարհում։ Դա մեր ամենամեծ պարծությունն է, չէ՞, դա մեր պարծության ամենամեծ բանն էր, որ աշխարհում ենք դրանով ենք ներկայանում եւ հիմա դրանով ներկայացող ժողովուրդը իդեմս իր կառավարության պայքար է մղում եկեղեցու դեմ։ Սրանից այնյան խայտարակություն չի կարող լինել։ Ընդ որում այդ պայքարը սրվում եւ սկսվում է այն ժամանակ, երբ որ այդ եկեղեցու առաջնորդը բարձրացնում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի հարցը։ Այդ հակամարտությունը սրվում է այն ժամանակ, երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կապնում է մեր եկեղեցուն։ Այս սա է ամենադաժանը, ես դրա համար եմ ասում, կամ Նիկոլը փող է վերցնում, որ նման քայլեր անի, կամ Նիկոլի վրա էլ կա կամպրամատ, եւ նույն ձև ոնց ինքը այս մարդկանցա բերման ենթարկում իր կաբինետ, նույն ձև իրան են բերման ենթարկում այլ կաբինետներ, հասկանում ես, դա է ամբողջ ցավը էս ամեն ինչի, եւ իհարկե շատ ցավալի է, որ նույնիսկ այս վիճակում կան մարդիկ, որոնք սրան սատարում են։ Սա ուղղակի անհասկանալի է, անընդունելի է։ Էլի մեր հայրենակիցներն են, մոլորվել են, բայց ժամանակն է ի վերջո սթափվել